2007 թվականի ամռանը Ալինա Գրիգորյանը, Գեղեցիկ Մինասյանը, Ասիա Շարոյանն ու Լուսինե Ավետիսյանը վայրէջք կատարեցին Դուբայի օդանավակայանում։ Կանայք Արաբական Միացյալ Էմիրություններ էին եկել բավական բարձր աշխատավարձով կարի արտադրամասում աշխատելու նպատակով։ Համենայն դեպս այդպես էր նրանց Երևանում խոստացել Հայկանուշ Թադևոսյանը։ Օդանավակայանում կանանց դիմավորեցին Հայկանուշ Թադևոսյանի քույրերը՝ Արմանուշ Թադևոսյանն ու Արմենուհի Պողոսյանը, որոնք այդ պահին հանդես էին գալիս որպես կարի ֆաբրիկայի ներկայացուցիչներ։ Բայց արտերկրում գումար վաստակելու կանանց երազանքները փշրվեցին, երբ նրանք հասան Արմանուշ Թադևոսյանի վարձակալած բնակարանը։ Այստեղ նորեկներից նախ վերցրեցին անձնագրերը, ապա սպառնալիքների ներքո ստիպեցին զբաղվել մարմնավաճառությամբ։ Ստրկության մեջ հայտնված կանանց այլ ելք չէր մնում։ Առավել շատ տարածված թրաֆիկինգի դեպքերը մեր երկրում դրանք մարմնավաճառության մեջ ներգրավելու դեպքերն են, եւ քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնություն դեպքերում կանանց առաջարկ է արվել արտասահմանում այլ աշխատանքով զբաղվելու, ասենք մատուցողի աշխատանքով զբաղվելու կամ ցանկացած այլ աշխատանքով, բայց ոչ մարմնավաճառության։ Եվ երբ որ համապատասխան զոհերին տեղափոխել են արտասահմանյան երկիր, կոնկրետ դեպքում Միացյալ Էմիրություններ կամ Թուրքիայի Հանրապետություն, ապա այդ ժամանակ արդեն բացահայտվել է իրական նպատակը նրանց այնտեղ տեղափոխելու։ Եվ երբ որ քաղաքացիները հրաժարվել են, պատճառաբանելով, որ նման պայմանավորվածություն նրանց միջև չի եղել, բնականաբար նրանք արդեն իսկ եղել են խոցելի վիճակում։ Մասնավորապես թրաֆիկինգորները նրանց ձեռքից վերցրել են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, անպատասխան սպառնալիքների, բռնությունների արդյունքում եւ օգտվելով այն ստեղծված իրավիճակից, որ քաղաքացիների կամ զոհերի մեծ մասը չի տիրապետել այդ երկրի լեզվին, ինչպես նաև տեղյակ չի եղել այդ երկրի օրենսդրությանը, իրավապահ մարմիններին դիմելու կարգին, առավել ևս, երբ որ թրաֆիկինգորները նրանց վախեցրել են, որ եթե իրավապահ մարմինները տեղյակ լինեն նրանց այդ երկրում գտնվելու մասին, ապա դրա համար նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն, որտեղ նրանք ապօրինի են գտնվում այդ երկրում եւ այլն։ Այսպիսի ներգործության արդյունքում անձինք հայտնվել են խոցելի վիճակում եւ նրանց համար արդեն այլընտրանք չի եղել եւ ներգրավվել են համապատասխան շահագործման մեջ։ Շուրջ կես տարի անց 2008 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվեց քրեական գործ, որի արդյունքում 3 քույրերը մեղադրվեցին թրաֆիկինգի մեջ։ Նրանց նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ամիսներ անց 2008 թվականի դեկտեմբերին հայ իրավապահներին արդեն հաջողվեց հայտնաբերել Արմանուշ Թադևոսյանին եւ նրա մասով քրեական գործն ուղարկվեց դատարան, որտեղ էլ վերջինս դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ Թուրքիայում հայտնաբերվեց նաև Հայկանուշ Թադևոսյանը։ Հայաստանի եւ Թուրքիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների համագործակցության միջոցով 2011 թվականին հնարավոր դարձավ նաև այս մեղադրյալի էքստրադիցիան։ Հատկապես 20-րդ դարի վերջից մեր հանրապետությունում տեղի ունեցած համապատասխան քաղաքական տնտեսական փոփոխությունները, սոցիալական իրավիճակը նաև բերեց նրան, որ հատկապես աշխատանքի բացակայության պատճառով մարդիկ սկսեցին աշխատանք փնտրել նաև արտասահմանում։ Եվ սա պարարտ հող ստեղծեց շահագործողների, թրաֆիկինգորների համար, որպեսզի նրանք կարողանան անձանց հավաքագրել, տեղափոխել արտասահմանյան երկրներ, նրանց ներգրավել համապատասխան աշխատանքների մեջ եւ արդյունքում ունեցանք նաեւ այդ ներգրավման արդյունքում շահագործում։ Ընդհանրապես թրաֆիկինգը համարվում է խիստ շահութաբեր բիզնես ամբողջ աշխարհում, իսկ տեսակները տարբեր են, թե սեռական, թե աշխատանքային։ Այն չի ճանաչում ոչ սեռ, ոչ տարիք։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների թրաֆիկինգի զոհ է դառնում տարեկան 2.5-ից մինչև 4 միլիոն մարդ։ Հետախուզական աղբյուրները վկայում են, որ մարդկանց առևտուրը աշխարհում առավել արագ աճող բիզնեսների թվում է։ Այսպես, Եվրոպոլի կազմակերպված հանցավորության մասին 2004 թվականի զեկույցի համաձայն աշխարհում մարդկանց առևտրի հետ կապված դրամական շրջանառությունը տարեկան կազմել է 8.5-ից 12 միլիարդ եվրո։ Առևտրի միջազգային կազմակերպության 2008 թվականի գնահատմամբ աշխարհում թրաֆիկինգի զոհ դարձած կանանց, տղամարդկանց եւ երեխաների շահագործման արդյունքում եկամուտները տարեկան կազմում են շուրջ 32 միլիարդ դոլար։ Թրաֆիկինգի վերաբերյալ առաջին բացահայտումները մեր երկրում կատարվեցին 2004 թվականին։ Այդ տարի բացահայտված 2 գործի դիմաց անցած տարվա ընթացքում բացահայտվել է արդեն 13-ը։ Թրաֆիկինգի դեմ պայքարը սկզբնական շրջանում պակաս արդյունավետ էր, ինչը հատկապես պայմանավորված էր օրենսդրության անկատարությամբ եւ այդ պայքարի փորձառության բացակայությամբ։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով 2003 թվականին նախատեսվեց այս հանցատեսակը,
Բնականաբար, լինելով հանցագործության նոր դրսևորում, այդ ժամանակ եւ քաղաքացիները համապատասխան իրազեկվածության ցածր մակարդակ ունեին այս երևույթի վերաբերյալ։ Բնականաբար, իրավապահ մարմինները, քրեական հետապնդման մարմինները եւս գերազանցապես չէին տիրապետում այս հանցագործների քննության մեթոդիկային։ Եվ հատկապես այդ ժամանակների քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները բավականին պրիմիտիվ իրավիճակներում հայտնվել են թրաֆիկինգյորների կամ շահագործողների ծուղակներում։ 2006 թվականին Գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվեց առանձին ստորաբաժանում մարդկանց առևտրի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիկինգի վերաբերյալ քրեական գործերը։ Սակայն դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում, երբ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, թրաֆիկինգի վերաբերյալ գործերի քննությունը հանձնարարվեց ոստիկանության տարածքային քննչական բաժիններին։ 2007 թվականին Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի հրամանով դատախազության կազմում ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը, որի վրա էլ դրվեց թրաֆիկինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը։ Սակայն կարճ ժամանակ անց կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թրաֆիկինգի վերաբերյալ քրեական գործերի ապակենտրոնացված քննությունը չի կարող դրական ազդել նշված բնույթի հանցագործությունների բացահայտման, քննության արդյունավետության եւ այս ոլորտում միասնական քրեական քաղաքականության մշակման եւ իրականացման վրա։ Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ նշված քրեական գործերի նախաքննությունը կենտրոնացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Ստրկատիրական հասարակարգից մինչև ժամանակակից, ինչպես ընդունված է ասել ժողովրդավարական հասարակարգ, անցել են դարեր։ Սակայն բարքերը շարունակում են մնալ նույնը։ Թերևս այն տարբերությամբ, որ եթե դարեր առաջ ստրուկների վաճառքը օրինական էր, ներկայում անօրինական է։ Սակայն իր նմանակին վաճառելու ցանկություն մարդկանց որոշակի խմբի մեջ եղել է ու կա։ Այն մարդը, ով իրականացնում է մարդկանց առողջարկ, ով կազմակերպում է, ով շահագործում է, շատ հաճախ հոգեբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ իրենք էլ փոքր հասակից վաղ մանկության տարիներից սկսած ինչ-որ մեկի զոհն են եղել։ Եվ այս նույնականացումը նմանատիպ ագրեսորի հետ հանգեցնում է նրան, որը հոգեբանության մեջ իմիջայլոց օրինաչափ է, որ ինքը նույնպես սկսում է շահագործել, այնպես ինչպես իրեն։ 1990-ական թվականներին համաշխարհային միգրացիայի աշխուժացումը եւ մեծ հնչեղություն ունեցող առանձին քրեական գործերի թվի աճը աշխարհի ուշադրությունը բևեռեցին ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործման նպատակով կատարվող մարդկանց թրաֆիկինգի հիմնախնդրի վրա։ Ասվածի հայաստանյան դրսևորումները մեր աչքի առաջ են սկսվել եւ շարունակում են մինչեւ օրս։ Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրսևորումը հիմնականում երկու փուլով։ Առաջին փուլը կայանում է նրանում, որ համապատասխան զոհերին հավաքագրում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա թրաֆիկինգի քողարկված փուլն է, երբ որ եւ զոհերը եւ համապատասխան անձինք, ովքեր տեղյակ են այդ աշխատանքների առաջարկի մասին, գլխի չեն ընկնում, թե ինչ է իրենց հետ տեղի ունենալու վաղը արտասահմանում, որտեղ նրանք վերջո հասնելու են։ Եվ երկրորդ փուլը դա արդեն վերջին փուլն է թրաֆիկինգը, որը արտաքին թրաֆիկինգի դեպքում դրսևորվում է արդեն արտասահմանյան համապատասխան վերջնագետ երկրում, երբ որ համապատասխան աշխատանքի պահանջով որոշակի երկիր մեկնած քաղաքացին ներգրավվում է արդեն որոշակի աշխատանքների մեջ եւ ներգրավվածության արդյունքում ակնհայտ է դառնում արդեն նրա շահագործումը։ Թրաֆիկինգը ավելի մեծ տարածում ունի հատկապես զարգացող, ինչպես նաև մուսուլմանական երկրներում, օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ այլն, եւ հարաբերականորեն ավելի քիչ է տարածված Եվրոպայում։ Բայց դա ընդհանրապես հարաբերականորեն, որովհետև եվրոպական առաջադեմ երկրներում եւս այդ ճարիքը լուրջ սպառնալիք է։ Հետաքրքիր է, որ տարբեր երկրների բնորոշ են թրաֆիկինգի տարբեր դրսևորումներ, եւ այս համատեքստում կան մատակարար եւ ընդունող երկրներ։ Երկրները այս առումով բաժանվում են 3 խմբի։ Սկզբնակետ երկրներ, որոնք ըստ էության ապահովում են այսպես կոչված շահագործվողներին, տարանցիկ երկրներ, որ դրանք այն երկրներն են, որտեղով տեղափոխվում են թրաֆիկինգի զոհերը, եւ վերջնակետ երկրներ, որտեղ իրականացվում է բուն շահագործման process-ը։ Կոնկրետ կան տեսակներ մարդկանց, որոնք որ կարող են բռնության այդ ձևերի մեջ ընդգրկվել հենց իրենց ներքին հոգեբանությամբ։ Այդ այն է, որ նմանատիպ մարդիկ ունեն չափից դուրս ինքնակննադատ վերաբերմունք, չափից դուրս անքննադատ են վերաբերվում արտաքինին, ավելի շատ նրանց մոտ թերարժեքության բարդույթն է խոսում եւ այն, որ սոցիալական աշխարհը արդեն դարձել է մի տեսակ անքննադատելի օղակ։
Այսինքն այն չի կարող լինել վտանգավոր կամ այդ վտանգը չի կարող սպառնալ իրեն։ Թերարժեքության բարդույթը, ցածր ինքնագնահատական անինքնավստահությունը զոհերի հիմնական բնութագրի մի մասն են կազմում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալներով 2010 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 13 դեպք։ 2010-ից 2011 թվականների բացահայտված քրեական գործերով շահագործման է ենթարկվել 39 անձ, որոնցից 17-ը շահագործվել են 2005-2009 թվականների ընթացքում, իսկ 18-ը 2010 թվականի ընթացքում եւ միայն 4-ը նախորդ տարի։ Դատախազությունը համոզված է, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտահայտում իրական պատկերը, քանի որ թրաֆիքինգը դասվում է ոչ ակներևության պայմաններում կատարվող հանցագործությունների շարքին։ Բայց անգամ միջազգային կառույցներն արդեն ընդունել են, որ Հայաստանը սկսել է բարելավել այս հանցատեսակի դեմ պայքարը եւ այս բնագավառում դատախազության ակտիվ դերակատարությամբ ոստիկանության միջազգային եւ հասարակական կազմակերպությունների համագործակցված աշխատանքի շնորհիվ առկա են դրական ցուցանիշներ։ Անուշ Մարտիրոսյան մեղադրվում է 2004-ից 2007 թվականների ընթացքում իր ղեկավարած խմբի միջոցով Հայաստանից աղջիկներ հավաքագրելու, Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ քաղաք տեղափոխելու, այնտեղ սեռական շահագործման ենթարկելու փաստով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերով քննության վարչության վարույթում քննվող սույն քրեական գործի նախաքննության ընթացքում Անուշ Մարտիրոսյանի քույրը Սոնյա Գաբրիելյանը հանդիպում է գործով անցնող տուժող Անահիտին եւ նրան կաշառք առաջարկում։ Նախկինում տված մեղադրական ցուցմունքներից հրաժարվելու եւ քրոջը արդարացնող սուտ ցուցմունքներ տալու համար։ Անահիտն այդ մասին հայտնում է քննիչին։ Պայմանավորված օրը 2008 թվականի հոկտեմբերի 2-ին պայմանավորված վայրում 1500 ԱՄՆ դոլար կաշառք փոխանցելու պահին Սոնյա Գաբրիելյանը ձերբակալվում է եւ դատապարտվում։ Նման պայմաններում շատ կարեւոր է տուժողի վարքագիծը, թե որքանով նա համարձակություն կունենա ոչ միայն բարձրաձայնելու իրեն շահագործման ենթարկելու, այլ նաեւ դատարանում դեմ առ դեմ ցուցմունքները պնդելու համար։ Այս առումով դատախազությունը կարևորում է տուժողների անվտանգությունը ապահովելու եւ նրանց նկատմամբ հնարավոր ներազդեցությունը բացառելու համար համապատասխան միջոցների իրականացումը։ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն յուրաքանչյուր կողմ պետք է պատշաճ ուշադրություն դարձնի տուժածի անվտանգության եւ պաշտպանության կարիքներին։ Թեև Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսգրքի 12-րդ բաժնում նախատեսված են վկաների եւ տուժողների պաշտպանության միջոցներ, սակայն բացակայում են դրանց կիրառման կառուցակարգերը։ Գլխավոր դատախազության կողմից թեև բազմիցս այս հարցը բարձրացվել է, պահանջը դրվել է դատախազության ստորաբաժանումների դեմ, որպեսզի նրանք առավելագույնս օգտագործեն այդ գլխի հնարավորությունները, բայց գիտակցելով, որ դրա համար կոնկրետ պատասխանատու ստորաբաժանում է հարկավոր, մեր ուսումնասիրությունների արդյունքում դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանված կարգով դարձյալ դիմեցինք ոստիկանության պետին, որպեսզի քննարկվի ոստիկանության համակարգում անկախ մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու հանգամանքը, եւ որ այդ ստորաբաժանման համար միակ նպատակ սահմանվի այս դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառման կարգը համապատասխան մեխանիզմները։ Իսկ մինչ այդ վկաների պաշտպանության առաքելություն են ստանձնում նաև հասարակական կազմակերպությունները, մասնավորապես Ամքոր Հայաստան, Հույս եւ օգնություն, որտեղ հատուկ կացարաններում ապահովվում է վկաների անվտանգությունը եւ տրամադրվում անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։ Նա, ով որպես զոհ գրանցվել է եւ որի հետ աշխատանք է տարվել, դա դեռևս չի նշանակում, որ նա կարող է ապրել այս հասարակության մեջ։ Նա ունի բազմաթիվ վախեր եւ տագնապներ սեփական ընտանիքի մեջ ինտեգրվելուն։ Նա ունի բազմաթիվ վախեր եւ տագնապեր հենց սեփական անձի հանդեպ, որ քանի որ նա ժամանակին իր կրթությամբ չի զբաղվել, ունի իր սոցիալական դերերը, նա նույնպես ապահովագրված չէ այդ ամենից։ Գարիկ Հովհաննիսյանը Արմանեն ստանը օտար մարդ չէր։ Նա արդեն տևական ժամանակ Վահանի մոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր։ Իսկ ահա Վահանի ընկերների Մարկի եւ Սուրենի հետ ծանոթանալու առիթ ունեցավ 2007 թվականի մայիսին։ Տղաներն իրենց ավագ ծանոթին պատմեցին, որ ժամանակին իրենք էլ Արմանի հետ եղել են Վարդաշենի թիվ 1 կրթական համալիրի սաներ, բայց արդեն լքել են գիշերօթիկն ու հիմա զբաղվում են մուրացկանությամբ։
Գարիկ Հովհաննիսյանն այս ամենից օգուտ քաղելու հնարավորություն տեսավ։ Նախ տղաներին հանրակացարանում սենյակ տրամադրեց, ապա ստիպեց Երևան քաղաքի Աբովյան, Ամիրյան եւ Սայեդնովա փողոցներում զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած գումարը հանձնել իրեն։ Մեկ տարի անց, երբ Մարկն ու Սուրենը հրաժարվեցին զբաղվել մուրացկանությամբ, նա սպառնաց վերջիններիս վտարել բնակարանից եւ չհոգալ նրանց կենցաղային հարցերը։ Գարիկ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել թրաֆիքինգի համար եւ դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Ընտանիքը գործազուրկ է, ընտանիքը միակողմանի է։ Երեխան երկկողմանի ծնողազուրկ է, նույնիսկ եղել են դեպքեր, որ երեխան մանկատնից դուրս գալուց հետո, որպես այդպիսին դարձել է զոհ։ Նմանատիպ ընտանիքներում շատ են կոնֆլիկտների թիվը, երեխան հասկացված չէ, սիրված չէ, մերժված է, օտարացած է, այս բոլոր սանդղակներով բարձր անհատը ինքը խոցելի խավի ներկայացուցիչ է, ով որ կդառնա խավ։ Լինում են դեպքեր, երբ երեխաներին շահագործման են ենթարկում հենց նրանց անվտանգության երաշխավորները, խնամակալները, հոգաբարձուները կամ երեխայի դաստիարակությամբ զբաղվողները։ 2010 թվականին թիվ 18 հատուկ դպրոցի փոխտնօրեն Սմբատ Ուրումյանը մեղադրվել է 2 երեխաների թրաֆիքինգի մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Աշխատելով թիվ 18 հատուկ դպրոցում որպես ուսուցիչ, ապա փոխտնօրեն, Սմբատ Ուրումյանը տեղեկանալով, որ նույն դպրոցի միակողմանի ծնողազուրկ սոցիալապես ծանր վիճակում գտնվող անչափահաս սաներ Թորոսն ու Ջոնը հաճախակի լքում են դպրոցը եւ զբաղվում մուրացկանությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը եւ նրանց վիճակի խոցելիությունը, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով ստիպում է մուրացկանությամբ զբաղվել եւ հավաքած գումարի զգալի մասը տալ իրեն։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ դպրոցի չգործող կաթսայատանը նույն դպրոցի աշակերտ 14 տարին չլրացած Տիգրանի կամքին հակառակ Ուրումյանը բռնություն գործադրելով համասեռամոլության եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ստրկությունը ևս ձեռք է բերում ավելի ժամանակակից դրսևորումներ։ Իրավապահների կողմից վեբկայքերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են համացանցում մանկահասակ երեխաների եւ անչափահասների մերկ ու ինտիմ նկարների տեղադրման, համացանցի օգտագործմամբ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու եւ երեխաների առքուվաճառքի կազմակերպման բազմաթիվ դեպքեր։ Որքանով զարգանում է հանցագործության դեմ իրականացվող պայքարը, բնականաբար հակադարձ ռեակցիայով զարգանում է նաև հանցագործությունները եւ թրաֆիքինգորները բնականաբար կատարելագործում են նաև իրենց եղանակները անձանց համապատասխան շահագործման մեջ ներգրավելու, դրանց բացահայտումից հնարավորինս խուսափելու նպատակով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարելավման կարիք ունեն այս բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Թեև Հայաստանի ոստիկանության կազմում գործում է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում, Հայաստանի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը, սակայն այդ բաժնի կողմից ըստ էության լիարժեք չեն օգտագործվում օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ընձեռված հնարավորությունները։ Արդյունքում այս բնույթի գործերով ապացուցողական աշխատանքի բեռը ավանդաբար շարունակում է ծանրանալ նախաքննական մարմինների ուսերին։